Բարև, մայիս 28 շնորհավոր 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը ստեղծեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Դրանով հայ ժողովուրդը դարեր առաջ կորցրած պետականություն ստեղծեց նոր պետություն։ Դրանից ուղիղ 100 տարի անց 2018 թվականի ապրիլ-մայիսին սկսվեց արդեն Հայաստանի երրորդ հանրապետության դեմոնտաժի եւ փաստացի հայկական պետականության եւ հայկական քաղաքակրթության ոչնչացման փուլը։ Վերջի 5 տարվա ընթացքում հայ ժողովուրդը գրանցեց այսպիսի կորուստներ, որը մենք չենք ունեցել 1921 թվականից ի վեր։ Եվ այսօր, երբ հայ ժողովուրդը գտնվում է այս խորը գոյաբանական ճգնաժամի մեջ, այսօր, երբ այլևս ոչ մեկից այլևս որևէ հույս չի մնացել, այսօր այս սիմվոլիկ օրը ես հայտարարում եմ նոր ազգային շարժման ստեղծման մասին, Հայաստանի ազատագրման շարժում։ Շարժումը, որը պետք է ազատագրի Հայաստանը, հայ ժողովրդին եւ հայ մարդուն առաջի հերթին վախից, ատելությունից, ստից, կիսաճշմարտությունից, կեղծ նարատիվներից եւ հայ ժողովրդի վզին փաթաթած թշնամական օրակարգից, որը այսօր իրականացվում է ակտիվ ձևով Հայաստանի ներսից եւ դրսից։ Այս ամենին կա այլընտրանք։ Այլընտրանքը այս շարժման գաղափարախոսությունն է։ Այլընտրանքը ազգային վերածննդի օրակարգն է։ Այլընտրանքը այս հեղափոխության ճանապարհն է, որը հիմնված է սիրո, հարգանքի, պատվի, ազգային շահերի եւ ազգային արժեքների վրա։ Եվ ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ով ինձ լսում է, ով ինձ հասկանում է եւ առաջի հերթին մարդկանց, ով ինձ անձամբ ճանաչում է, միավորվենք ոչ թե իմ կամ այլ ինչ-որ մեկի շուրջ, այլ միավորվենք վե գաղափարի եւ սրբազան նպատակի շուրջ։ Կեցե Հայաստանը, կեցե հայ ժողովուրդը, կեցե հնագույն հայկական քաղաքակրթությունը։ Շնորհավոր մայիսի 28 եւ հաջորդ մայիսի 28-ը նշենք ազատ Հայաստանում։ Մայիս 28